Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա երկրորդ օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր դիտելու ենք երկու հանդիպում։ Հիմա տեսնում ենք, որ առաջին հանդիպումն է մեկնարկելու եւ մրցում են միմյանց հետ առաջատար Ատլետիկոն եւ Մանչեսթեր Յունայթեդը։ Ատլետիկոն այս մրցաշրջանում անպարտելի է այս պայդրությամբ, նրանց վերջին հանդիպումն է լիգայի փուլում, իսկ Մանչեսթեր Յունայթեդը այսօր մահվան կռիվ է տալու առաջատարի հետ, որպեսզի կարողանա իր տեղը պահպանել փլեյոֆում, ապահովել փլեյոֆում։ Տեսնում ենք խաղը մեկնարկեց, ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին։ Ատլետիկոյի դարպասը պաշտպանում է համար 1 Աշոտ Գասպարյանը, համար 2 Հրանտ Գևորգյան, համար 6 Արման Ավդալյան, համար 8 Թոմաս Սարգսյան, համար 10 Վահե Գալստյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 9 Հայկ Միրզոյան, համար 21 Հարություն Դունամալյան, համար 22 Ռաֆայել Մկրտչյան եւ համար 80 Ժորա Գևորգյան։ Յունայթեդի դարպասը պաշտպանում է համար 16 Արսեն Արսենյանը, համար 2 Վիլիկ Հարեյան։ Հիմա վտանգավոր է հարվածը, առաջի հարվածը տեսանք այս խաղում Ատլետիկոյի կողմից, հարված կատարեց Հայկ Միրզոյանը։ Շարունակեմ Յունայթեդի հայտարարությունը, համար 5 Հրաչ Ղազարյան, համար 21 Հովանես Հայրապետյան, համար 7 Խաչիկ Խաչատյան, համար 8 Սպարտակ Ավետիսյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, համար 12 Հուսիկ Բարսեղյան, համար 14 Աշոտ Իրիցյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան եւ համար 80 Արսեն Բաբախանյան։ Հիմա տեսնում ենք, որ Յունայթեդի մոտ է գնդակը, փորձում են Յունայթեդի ֆուտբոլիստները իրենց առաջին դիրքային գրոհը կազմակերպեն այս խաղում։ Առաջի հարվածը տեսանք Ատլետիկոյի ֆուտբոլիստի կողմից այս խաղում, շատ լավ հիմա խաղարկումներ, հարված եւ փրկում է այստեղ Աշոտ Գասպարյանը իր թիմին։ Նորից մնում է Յունայթեդի մոտ գնդակը, բայց հեռացրեց պաշտպանը, տեսնում ենք Յունայթեդի հարվածն էլ տեսանք այս խաղում, մեկական հարված են արդեն կատարել թիմերը։ Տեսնում ենք, որ ակտիվ են մեկնարկել առաջին խաղակեսը, հիմա վտանգավոր կարող լինի Ատլետիկոն է գրոհում, տեսնենք հարված եւ գոլ, հաշիվը բացված է մեզ մոտ, գոլի հեղինակ է դառնում Ռաֆայել Ազիզյանը 1-0։ Ռաֆայել Ազիզյան 1-0 շատ արագ կարողացավ Ատլետիկոն հաշվի մեջ առաջ անցնել եւ երկրորդ հարվածով իր թիմի Ռաֆայել Ազիզյանը գոլի հեղինակ է դառնում եւ արդեն հաղթողի կարգավիճակում է Ատլետիկոն։ Հիմա Յունայթեդը պետք է գնա առաջ հավասարեցնելու հանդիպման հաշիվը։ Տեսնում ենք, որ հետաքրքիր մեկնարկ ունեցանք սիրելի ֆուտբոլասերներ։
16 խաղից Ատլետիկոն նշեմ 46 միավոր է վաստակել, 15 հաղթանակ եւ 1 ոչ ոքի, ոչ մի պարտություն չունի այս պայն Ատլետիկոն այս մրցաշրջանում։ Այստեղ է լավ պաշտպանվեց հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստը եւ հարված կտեսնենք Աշոտ Գասպարյանի դարպասից 2-3 տուր առաջ 2 տուր առաջ ներողություն Յուվենտուսն էլ անպարտելի էր, բայց նա երկու անընդմեջ պարտություն կրեց այժմ միայն Ատլետիկոն է այս մրցաշարում հիմա կարող է վտանգավոր լինել տեսնենք հարված եւ գոլ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Ատլետիկոն եւ գոլի հեղինակ է դառնում Հարություն Դունամալյանը Հարություն Դունամալյան 2-0 տեսնում ենք 4 րոպեի դրությամբ արդեն 2 գոլ է առավելություն է ստացել Ատլետիկոն եւ այսօր էլ շատ դժվար է լինելու United-ի համար առաջատարի հետ միավոր կորզելու բայց դեռ շատ ժամանակ կա հանդիպման ավարտին այս պայն միայն Ատլետիկոն է որ այս մրցաշրջանում անպարտելի է Կարծես թե այսօր էլ լավ են տրամադրված եւ այս պայն հաղթում են եւ կփորձեն լիգայի փուլը առանց պարտության ավարտել Ատլետիկոյի ֆուտբոլիստները իսկ Manchester United-ը 28 միավորով 10-րդ հորիզոնականում է ընդամենը 1 միավոր է զիջում Միլանին եւ Մոնակոին Միլանը եւ Մոնակոն լիգայի փուլի խաղերը ավարտել են եւ այսօր հաղթանակի դեպքում Manchester United-ը կարող է բարձրանալ 8-րդ հորիզոնական եւ ապահովել իր տեղը play-off գոտում, բայց այս զորեղ Ատլետիկոյի հետ դժվար է լինելու։ Հիմա տեսնում ենք այս խաղում առաջին անկյունային են վաստակել Ատլետիկոյի ֆուտբոլիստները Տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ Դունամալյանը ոչ Դունամալյանը չէր չկարողացավ հարված կատարել վտանգավոր կարող է լինել բայց խլեցին գնդակը United-ի խաղացողները Տեսնում ենք որ պաշտպանությունից լավ հիմա անցան առաջ եւ այստեղ պաշտպանությունում է լավ գործեց Ատլետիկոյի խաղացողը հիմա էլ Ատլետիկոն է փորձում դիրքային գրոյի նետվել Խաղարկումները չստացվեց նրանց բայց ի վերջո մնալու է գնդակը Ատլետիկոյինը Ինձ սկսել եք այդ կոմի տեսքում չեք բերում այդ գնդակը Փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը շատ վտանգավոր կարող էր լինել այսօր բացակայում է տեսնում ենք Ատլետիկոյի թիմի ռմբարկուն Գագիկ Կակուլյանը նա այս մրցաշրջանում խփել է 15 գոլ Նրան հետապնդում է Արման Ավդալյանը 8 խփած գոլով Այսօր հայտարարություն կա թիմի Մանր խաղարկումներով տեսնում ենք փորձում են շարժվել առաջ Ատլետիկոյի ֆուտբոլիստները եզրը փոխեցին Ռաֆայել Ազիզյան փոխանցում չստացվեց Ատլետիկոյի խաղացողի հարվածը
Նորից անցնում է գնդակը, տեսնում ենք Ատլետիկոին, նրանք տեսնում ենք, որ չեն շտապում, արդեն 2 գոլ է առավելություն են ստացել հենց խաղի մեկնարկում։ United-ի ֆուտբոլիստները պետք է առաջ շարժվեն, հիմա վտանգավոր կարող է լինել Դունամալյան եւ հարված եւ գոլ։ Ռաֆայել Ազիզյանն է դուբլի հեղինակ է դառնում եւ մեծացնում իր թիմի առավելությունը 3-0։ Ռաֆայել Ազիզյան 3-0 մեծացրեց իր առավելությունը, Ատլետիկոն առաջին խաղակեսի 10-րդ րոպեի դրությամբ եւ Վիլիկ Հարյանի սխալից օգտվեց Հարություն Դունամալյանը եւ հիանալի գործեց, փոխանցեց թիմակցին եւ Ազիզյանն էլ եզրափակեց այդ գրո, հիմա կարող է վտանգավոր լինել, նորից Ազիզյան հարված չկարողացավ կատարել, հարված հիմա էլ թիմակիցը ի վերջո հարված կատարեց, բայց շեղ ընթացավ։ Հիմա տեսնում ենք, որ Ատլետիկոն փորձում է հենց այս խաղակեսում խաղի ելքը վճռել, արդեն 3 գոլ է առավելություն է ստացել եւ շատ բարդ է լինելու United-ի համար։ Բայց ինչևէ, տեսնենք դեռ 10-15 րոպե մոտ այս խաղակեսին կա։ Նորից գրում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Դունամալյանն է գնդակով, շատ ակտիվ է, տեսնում ենք այս խաղակեսում մեկնարկել Հարություն Դունամալյանը, նրա փոխանցումը հասցեատեր չունեցավ։ Այստեղ լավ է պաշտպանվում հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստը։ Զախեզից փոխանցում, մյուս եզր փոխանցում, տեսնենք։ Պահում է գնդակ Ատլետիկոն Դունամալյան հարված բարձր է, հարվածը Հարություն Դունամալյանի, գեղեցիկ դիրքային գրո ստացվեց Ատլետիկոյի կողմից, բայց եզրափակումը չստացվեց։ Հիմա արագ խաղարկում United-ի կողմից, այստեղ պաշտպանությունում լավ է գործում Ժոռա Գևորգյանը։ Նորից խլեց գնդակը եւ հիմա շարժվեց առաջ Ատլետիկոն, տեսնենք Վայ Գալստյան թողնում է Ռաֆայել Ազիզյանին գնդակը, այստեղ էլ լավ պաշտպանվեց United-ի խաղացողը Սեմյոն Պետրոսյանն է հիմա շարժվում կենտրոնով, տեսնենք ձախ եզրում ազատ է թիմակիցը ի վերջո փոխանցում կատարեց, բայց նորից խլեց Ատլետիկոն գնդակը Դունամալյան։ Հիմա հանգիստ խաղարկումներով փորձում են շարժվել առաջ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, տեսնում ենք Ազիզյանն է շարժվել ձախ եզրով առաջ, բայց թիմակցի փոխանցումը չստացվեց, նորից Դունամալյանն է լավ գործում կենտրոնում եւ շարժվում առաջ, բայց փոխանցումը չստացվեց Դունամալյանի։ Հիմա էլ հարված Ատլետիկոյի ներողություն United-ի ֆուտբոլիստի կողմից վտանգավոր էր Հուսիկ Բարսեղյանն էր հարված կատարում, բայց շեղ ընթացավ։ Ժոռա Գևորգյանն է գնդակով, Դունամալյանը հետ է խաղարկում, կորսեց Դունամալյանը գնդակը, բայց տեսնում ենք հիմա խլեց եւ հարված դարպասաձողին դիպավ գնդակը Հրաչ Ղազարյանի հարվածից հետո վտանգավոր էր, բայց թիմակիցը ձախ եզրում սպասում էր, միայնակ կարող էր փոխանցում կատարել Հրաչ Ղազարյանը ի վերջո փորձեց եզրափակել հարվածով այս գրոհը Լավ շանս է ստացել, տեսնում ենք United-ը Դունամալյանի
սխալից եւ կարող էր կրճատել մի փոքր հանդիպման հաշիվը, բայց չստացվեց։ Առաջին խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ 3-0 այս պայն հաղթում է Ատլետիկոն։ Տեսնում ենք, որ դաշտի կենտրոնում Արման Ավդալյանը խախտեց խաղի կանոնները եւ խաղարկեցին հիմա United-ի ֆուտբոլիստները, վտանգավոր էր այստեղ Արսեն Բաբախանյանը հարված կատարեց, բայց շեղը ընթացավ։ Հեստում ենք, որ շատ են հերար հարվածներից փորձում Աշոտ Գասպարյանի դարպասը հրավել United-ի խաղացողները, բայց այս պայն արդյունք չի տալիս այդ հարվածները։ Մենք տեսնում ենք թեժ պայքար դաշտի միջնամասում։ Ի վերջո կարողացավ պահել գնդակը Ատլետիկոն։ Յունամալյանն է հիմա կենտրոնում աչեզրում շարժվել է առաջ, դիմակիցը կարող է փոխանցում կատարել, ի վերջո խաղարկեցին եւ Հայկ Միրզոյանը պահեց գնդակը իր մոտ եւ հետ փոխանցեց։ Տեսնում ենք շատ հանգիստ հիմա կիսադաշտից անցան Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Որից Դունամալյան գեղեցիկ փոխանցում Հայկ Միրզոյանին, Միրզոյան, բայց փոխանցումը չստացվեց Դունամալյանին։ Հիմա տեսնում ենք Դունամալյանը ակտիվ նորից գործողությունների է դաշտի կենտրոնում, բայց եզրային նետում ի վերջո վաստակեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Այլ հարված այստեղ փրկեց իր թիմի Ռաֆայել Մկրչյանը, նորից հերար հարված էին տեսնում United-ի ֆուտբոլիստից։ Անկյունային է ի վերջո վաստակել United-ը, տեսնենք ի վերջո կարող է ստանդարտը օգնել United-ին, փոխանցում Տուգանային հրապարակ, չստացվեց այս փոխանցումը United-ի խաղացողի, հիմա այլ հակագրոհ է նետվել Ատլետիկոն, գեղեցիկ փոխանցում էր հիմա փորձում կատարել Հայկ Միրզոյանը, բայց փակեցին այդ փոխանցման ճանապարհը։ Նորից Գևորգյանն է լավ գործում պաշտպանությունում։ Նորից Ռաֆայել Մկրչյանը լավ գործեց պաշտպանությունում եւ հեռացրեց գնդակը։ Վտանգավոր է եւ հարված փրկում է իր թիմին հիմա Արսեն Արսենյանը։ Նորից սխալվեցին United-ի պաշտպանները եւ տեսնում ենք Արման Ավդալյանի հարվածը փակեց Արսեն Արսենյանը գեղեցիկ սեյվով։ United-ն է անցել գրոյի, տեսնենք Հրաչ Ղազարյան թողնում է թիմակցին Բաբախանյանին, կարող է հարված կատարել նորից Ղազարյան, բայց փոխանցումը վերջինից չստացվեց եւ հարվածը Աշոտ Գասպարյանի դարպասից։ Այստեղ շտապեցին մի փոքր Ատլետիկոյի ֆուտբոլիստները։
Նորից Գևորգյանն են լավ պաշտպանություն գործում, բայց մնում է Ատլետիկոյի մոտ գնդակը, բայց առաջ թողեց հիմա United-ի ֆուտբոլիստը։ Խլեցին գնդակը նորից United-ի խաղացողները։ Բաբախանյան կարող է հարված կատարել և տեսնենք հարված Գասպարյանն է փրկում իր թիմին և նորից անկյունային է լինելու, տեսնում ենք, որ առաջ մի փոքր ազատ էին թողել Բաբախանյանին կենտրոնում և նա հեշտ հարված կատարեց և Գասպարյանը փրկեց իր թիմին վերջին պահին։ Նորից United-ի մոտ է գնդակը Ղազարյան, տեսնենք Բաբախանյան կարող է հարված կատարել նորից, Բաբախանյան և հարված փակեց Մկրտչյան այս հարվածի ճանապարհը և քիչ ժամանակ է մեզ մնացել առաջին խաղակեսի ավարտին սիրելի ֆուտբոլասերներ, մոտ 4-5 րոպե և այս պահին փոփոխություն չկա հաշվի մեջ 3-0 հաշվով հաղթում է Ատլետիկոն United-ին։ Օնլայն տարբերակով նայում ենք մրցաշարային աղյուսակին, Ատլետիկոն մեծ միավորների պաշարով և անպարտելի լիգայի փուլով այս հաղթանակի դեպքում ավարտում է լիգայի փուլը առաջի հորիզոնականով, իսկ United-ը մնում է 10-րդ հորիզոնականում և փոքր լիգայի ուղեգիր է վաստակում, բայց մի քանի րոպե կա այս խաղակեսի ավարտին, ամբողջ երկրորդ խաղակեսն էլ դեռ առջևում է, Ավդալյան վտանգավոր հիմա կարող է լինել, այստեղ գեղեցիկ հնարքով փորձեց թողնել թիմակցին գնդակը Հայկ Միրզոյանը, բայց հասցեատեր չունեցավ, հիմա Հուսիկ Բարսեղյանն է, տեսնում ենք, առաջ թողնում գնդակը։ Այստեղ էլ Ավդալյանն է սխալվում։ Պետրոսյանն է աչ եզրում, բայց այստեղ լավ է հիմա պաշտպանվում Թոմաս Սարգսյանը։ Վերջո պահեցին գնդակը խաղի մեջ և եզրային նետում է կորզում այս իրավիճակում United-ը։ Բաբախանյան փորձում է թիմակից փնտրել, Պետրոսյանին է հասնում գնդակը։ Նորից Բաբախանյան խաղարկում են, վտանգավոր է Ղազարյան և հարված կարող է լինել հարված և դարպասածողին դիպավ ի վերջո գնդակը։ Վերջին պահին էլ Գասպարյանի ոտքից շեղեց հարվածի ճանապարհը և նորից անկյունային է լինելու։ Խաղարկեցին այստեղ գնդակը, Պետրոսյան, Բաբախանյան, տեսնենք, փոխանցում, այստեղ լավ գործեց հիմա պաշտպանությունում Ատլետիկոյի խաղացողը, բայց մնում է United-ի մոտ գնդակը կարող է հարված լինել, ոչ նորից լավ գործեցին պաշտպանությունում և ուղղակի հեռացրեցին գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Հունամալյանն է հիմա դաշտի կենտրոնում, փոխում է եզրը, Հայկ Միրզոյան լավն է, հաչ եզրում է, փոխանցում և հարված և գոլ։ 4-0 մեծացնում է էլ ավելի իր առավելությունը Ատլետիկոն և գոլ հեղինակ է դառնում Արման Ավդալյանը։
Արման Ավդալյան 4-0 Էլ ավելի խոշոր դարձրեց առաջին խաղակեսից ավարտին Ատլետիկոն իր առավելությունը Նորից Սարգսյանը լավ գործեց պաշտպանությունում Ավդալյան ձախեզնում է կարող է փոխանցում կատարել փոխանցման ճանապարհը փակեց Վիլիկ Հարեյանը Տեսնում եք խաղարկեցին Դունամալյան փոխանցում եւ հարված բայց շեղը ընթացավ հիմա հարվածը Ատլետիկոյի ֆուտբոլիստի Եվ վեր սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը ավարտված է 4-0 հաշվով հաղթում է Ատլետիկոն Յունայթեդին ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Atletico vola խաղը։ Eso poşkena։ Harika։
Heute. Ari tu. Volga. Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, տեսնում ենք, որ արդեն մեկնարկել է երկրորդ խաղակեսը եւ 4-0 հաշվով այս պայն հաղթում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները United-ին։ Հարմար առավելություն են ստացել։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հիմնական հայտարարությունները։ Ատլետիկոյի դարպասը պաշտպանում է համար 1 Աշոտ Գասպարյանը, համար 2 Հրանտ Գևորգյան, համար 6 Արման Ավդալյան, համար 8 Թոմաս Սարգսյան, համար 10 Վայ Գալստյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան։ Վտանգալ կարող է լինել, հեռացված է գնդակը, համար 9 Հայկ Միրզոյան, համար 21 Հարություն Դունամալյան, համար 22 Ռաֆայել Մկրտչյան եւ համար 80 Ժորա Գևորգյան։ United-ի դարպասը պաշտպանում է համար 16 Արսեն Արսենյանը, համար 2 Վիլիկ Հարեյան, համար 5 Հրաչ Ղազարյան, համար 21 Հովանես Հայրապետյան, համար 7 Խաչիկ Խաչատրյան, համար 8 Սպարտակ Ավետիսյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, համար 12 Հուսիկ Բարսեղյան, համար 14 Աշոտ Իվիցյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան եւ համար 80 Արսեն Բաբախանյան։ Տեսնում ենք, որ վտանգավոր դիրքում տուգանային հարված են ստացել Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Գնդակի մոտ է Հայկ Միրզոյանը։ Սուլիչկա տեսնենք ուղիղ հարված եւ գոլ։ Հարություն Դունամալյան 5-0։ Հարություն Դունամալյանն էլ դուբլ է իր հաշվին գրանցում եւ ավելի խոշոր է դարձնում հանդիպման հաշիվը Ատլետիկոն։ Հարություն Դունամալյան 5-0։ Էլ ավելի խոշոր դարձեց Ատլետիկոն հանդիպման հաշիվը։ Հայկ Միրզոյանի հարվածը պատին դիպավ, անդրադարձից հետո եկավ Դունամալյանի մոտ գնդակը, վերջինս էլ գնդակը ուղարկեց Արսեն Արսենյանի դարպասը։ Մայլ United-ն էր գրում, բայց Գասպարյանը վերցրեց գնդակը։ Այստեղ էլ կենտրոնում տեսնում ենք Սեմյոն Պետրոսյանն է լավ պաշտպանվում։ Ձախ եզրով փորձում են գրոհ կատարել United-ի ֆուտբոլիստները, բայց լավ չհամագործակցեցին մի փոքր United-ի ֆուտբոլիստները վերջին պահին։
Հովհաննես Հայրապետյանն է գնդակով, տեսնենք հոխում է եզրը, Բաբախանյանի հետ է հաղարկում, կենտրոնում է Բաբախանյանը, լավ էր նկատել, տեսնում ենք թիմակցին, բայց այս փոխանցման ճանապարհը փակեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հիմա էլ արագ հակագրող կարող էին նետվել Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց չստացվեց, տեսնում ենք դեղին քարտ է ստանում Հովհաննես Հայրապետյանը, դաշտի կենտրոնում խախտեց կանոնները Ռաֆայել Ազիզյանի նկատմամբ, Շատ հանգիստ են տեսնում են գործում Ատլետիկոյի ֆուտբոլիստները, մանր խաղարկումները փորձում են անցնել գրոհի, հոխում են անընդհատ եզրերը, այստեղ էլ կորցրեց ի վերջո գնդակը Թովմաս Սարգսյանը, հիմա տեսնում ենք հեռացում և ինչպիսի դիրքից Ավդալյանը կարողացավ վրիպեց հիմակցի հեռացումը ստացվեց փոխանցում Սել Արշակ Սարգսյանը կորցրեց գնդակը Տեսնում ենք նորից գնդակին են տիրել Ատլետիկոյի ֆուտբոլիստները արագ փոխեցին եզրը Թովմաս Սարգսյան փոխանցման ճանապարհը փակեցին հիմա իր դիրքային գրոհն է սկսում United-ը Հայրապետյան խաղարկում է Պետրոսյանի հետ նորից Պետրոսյան Տեսնենք Վերջոպայցի United-ի ֆուտբոլիստները գնդակը Հայրապետյան փոխանցում Բաբախանյանին հարված կարող է լինել, բայց այստեղ շատ լավ հիմա պաշտպանվեց Ատլետիկոյի ֆուտբոլիստը և կարող էին հակագրոհի նետվել Ատլետիկոն, բայց չստացվեց մի փոքր շտապեց այստեղ Հայկ Միրզոյանը Արագ խաղարկեցին այստեղ United-ի խաղացողները իրենց տուգանային է, բայց հեռացված է գնդակը Վտանգալ կարող լինել Ավդալյան, տեսնեք հարված է և Դունամալյանի հետ է խաղարկում, չկա հարված դեռ Ազիզյան, հարված և գոլ, բիլիարդային հարվածով հիմա մխրճեց դարպասը Արսեն Արսենյանի Ռաֆայել Ազիզյանը և Հետրիկի հեղինակ է դառնում Ատլետիկոյի ֆուտբոլիստը Ռաֆայել Ազիզյան 6-0 Խաղի ելքը արդեն վճռված է, սիրելի ֆուտբոլասերներ Շատ մեծ առավելություն ունի Ատլետիկոն, 6 գնդակի առավելություն որը դժվար է հետ բերելը անգամ 1 գնդակն է այս Ատլետիկոյին դժվար խփելը Երկրորդ խաղակեսի հասարակացը հատեցինք սիրելի ֆուտբոլասերներ Քիչ ավարտին է մոտենում այս հանդիպումը Ատլետիկոն ի վերջո այս լիգայի փուլում անպարտելի կմնա
Եվ առաջին հորիզոնականով կշարժվի առաջ, արդեն մեզ սպասվում է շատ հետաքրքիր փլեյոֆ։ Եվ արդեն այս շաբաթվա վերջ կիմանանք փլեյոֆի զույգերին, ով ում հետ է մրցելու։ Ինչևէ հիմա տեսնենք այս հանդիպումը ինչպիսի հաշվով կավարտվի ի վերջո։ Որսը կայֆով ատեկում չեք լսում որ ասում Ատլետիկոն ներողություն Յունայթեդն է խաղարկել իր ստանդարտը, Բախանյանն է ձախիզնում։ Ներողություն Վահե Գալստյանն է, տեսնում ենք լավ պաշտպանվում այստեղ։ Տեսնում ենք մի փոքր կուտակվել են ձախեզնում ֆուտբոլիստները։ Նորից խաղի կանոնների խախտում Հայրապետյանի հետ պայքարում։ Նորից Գալստյանը լավ գործեց եւ հիմա Ատլետիկոնը շարժում առաջ կան հակագրով Մին հետվել Հայկ Միրզոյան, տեսնենք աչեզրում են փոխանցեց ի վերջո Ազիզյանին, կենտրոնում է Ազիզյանը, բայց գնդակը շատ առաջ թողեց եւ նորից անցել է գրոյի Յունայթեդը Հայրապետյան, տեսնենք անցում կատարեց անցավ Գևորգյանին, վտանգավոր կարող լինել հարված Վիլի Քարեյանի, հարվածը շեղ ընթացավ, լավ դիրքային գրո տեսանք Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստների կատարմամբ, բայց նորից արդյունք չգրանցվեց նրանց կողմից։ Հիմա էլ տեսնում ենք վտանգավոր էր, հերվից հարված փորձեց կատարել Միրզոյանը, բայց տեղում էր Արսեն Արսենյանը։ Ժոր սրցրա Գեղեցիկ խաղարկումներ տեսանք Ատլետիկոյի ֆուտբոլիստներից, բայց Ազիզյանը չկարողացավ այս դիրքային գրոյի եզրափակում տալ։ Տեսնում ենք գեղեցիկ փոխանցումներով կարողացան անցնել կիսադաշտը Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Վահե Գալստյանն է շարժվել առաջ, ձախեզրում է փոխանցում դեպի Միրզոյանը եւ Ազիզյանը կենտրոնում ազատ էր, բայց փոխանցումը չստացվեց Միրզոյանի, հիմա էլ հակագրով կարող է լինել Յունայթեդի կողմից հարված եւ Գասպարյանն է փրկում իր թիմին Հրաչ Ղազարյանի հարվածից հետո Գասպարյանն է լավ մրցաշար անցկացրեց այս լիգայի փուլում ընդամենը 16 գոլ է ընդունել իր դարպասը ամենաքիչն է բաց թողել Ատլետիկոն այս մրցաշրջանում այդ վիճակագրությունում էլ առավելություն ունի Ատլետիկոն բացահայտ նորից գրովում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները Միրզոյան լավ էր նկատել Ավդալյանին, բայց պաշտպանությունում լավ գործեց, տեսնում ենք Հուսիկ Բարսեղյանը Միրզոյան, տեսնենք խաղարկել են անկյունայինը Թողնում է Գալստյանին գնդակը
Նորից Միրզոյան Գալստյան հետաքրքիր համագործակցություն, բայց չստացվեց այդ համագործակցությունը։ Հիմա հակագրոհի են նետվել United-ի ֆուտբոլիստները, բայց շատ անհաջող են հիմա գործում դաշտի կենտրոնում։ Այս տեսնում ենք, որ խլեցին նորից գնդակը, Բաբախանյան կենտրոնում է, թողեց թիմակցին գնդակը։ Նորից Բաբախանյանը, Արշակ Սարգսյանը թողեց նրան, բայց խլեցին գնդակը Բաբախանյանից, Գալստյան աչեզրում, Միրզոյանը ազատ է, կարող է փոխանցում կատարել, Ազիզյանի հետ է խաղարկում և Արսեն Արսենյանը վերցրեց գնդակը և հարակ հիմա խաղարկեց, Բաբախանյանն է նորից կենտրոնում, գեղեցիկ հնարքով թողեցին Հրաչ Ղազարյանին, կարող էր հարված կատարել, բայց փոխանցում կատարեց ի վերջո և պաշտպանն է փրկում իր թիմին վերահաս գոլից և անկյունային է լինելու հիմա Ատլետիկոյի դարպասին։ Այլ հարվածը չստացվեց United-ի ֆուտբոլիստի, Յորա Գևորգյանը պաշտպանությունում լավ գործեց։ Այլ հակագրոհ են նետվել Ատլետիկոյի ֆուտբոլիստները, տեսնենք Ավդալյան և հարված շեղ հարվածեց, ինչպիսի դիրքից շեղ հարվածեց Արման Ավդալյանը։ United-ն է անցը գրոհի, Հրաչ Ղազարյան, տեսնենք թողնում է Բաբախանյանին, Ղազարյան հարված կարող է լինել, Գևորգյանն է փակում այս հարվածի ճանապարհը, շարունակվում է մնալ United-ի մոտ, Բաբախանյան, հարվածը ի վերջո չկա, կորցրեց գնդակը Բաբախանյանը դաշտի կենտրոնում։ Վտանգավ կարող է լինել Միրզոյան, հարված և բարձր է հարվածում Միրզոյանը, շատ լավ դիրքից բարձր հարվածեց Հայկ Միրզոյանը։ United-ն է անցը գրոհի, տեսնենք ի վերջո այս խաղի հեղինակության գոլը կհեղինակի United-ը, բայց չստացվեց նորից նրանց մոտ Միրզոյանն է նորից գնդակով փոխանցում Ավդալյանին և հարված Արսենյանն է փրկում վերջի պահին իր թիմին, գեղեցիկ սեյվով փրկեց United-ի դարպասապահը։ Քիչ ժամանակ է մնացել արդեն հանդիպման ավարտին, սիրելի ֆուտբոլասերներ, թիմերը քիչ հանդիպումը իր տրամաբանական ավարտին են հասցնում։ Ավդալյան, տեսնենք հարված կլինի, թե ոչ, փոխանցեց ի վերջո, բայց այստեղ պաշտպանությունում Պետրոսյանը
Այդ ճանապարհը փոխանցման փակեց եւ հիմա էլ հակագրում է United-ը տեսնենք հարված եւ ինչպիսի դիրքից վրիպեց հիմա Չենք սիրելի, յար, բծես։ Աշոտ Իրիցյանը Շատ լավ շանս էր ստացել United-ը տեսնում ենք հեղինակության գոլը այս խաղում եկել խփել, բայց չստացվեց Արի հանգիստ։ Թող գա։ Թում։ Սարգսյանն է ուժեղ փոխանցում էր Սարգսյանի կողմից դեպի Ազիզյանը չհասավ վերջինս այդ գնդակին այդտեղ լավ խաղարկումներ տեսանք United-ի ֆուտբոլիստների կողմից Պետրոսյան Դաշտի կենտրոնում հիմա խաղի կանոնները խախտեց Հրաչ Ղազարյանը Վահե Գալստյանի հետ պայքարում Ռաֆայել Մկրտչյանն է շարժվել առաջ, տեսնում ենք Ավդալյան փոխանցեց ի վերջո Ազիզյանին, տեսնենք հարված կլինի Մկրտչյան, Ազիզյան եւ այստեղ էլ Վիլիկ Հարյանն է լավ գործում պաշտպանություն եւ շարժվում առաջ բայց մի փոքր դանդաղեցին United-ի ֆուտբոլիստները նորից Հարեյան փոխանցում Տուգանային հրապարակ Ղազարյանին էր փոխանցում ուղղված չհասավ Ղազարյանը եւ վեր սիրելի ֆուտբոլասերներ Ատլետիկոն այս խաղում խոշոր հաշվով 6-0 հաշվով հաղթեց United-ին եւ այս լիգայի փուլը ավարտեց անպարտելի Առաջին հորիզոնականում United-ն էլ փոքր լիգայի ուղեգիր է վաստակում այս խաղի համար այսքանն ենք պատրաստել կվերադառնանք մի քանի րոպեից